Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Մեզ էլ այդ դրսի խոշոր ուժերը Նիկոլին, որ դմդմփու անելով վերում են իշխանության, մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն եւ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն էլ այդ ամեն մեկը իր սենց ասած մերկանցիլ շահերով մտավ այդ թեմայի մեջ եւ Սերժ Սարգսյանի հրաժարականն էին պահանջում։ Այն ժամանակ միայն մենք էինք, որ ասում ենք, սա մեր հրաժարականի խնդիրը չի, սա մեր պետության խնդիրն է, այս ինչ է կանում։ Հիմա ասում ենք թող կրակեր Սերժ Սարգսյանը։ Թող կրակեր մի 100 հոգի էլ ասում են թող մեռնեն։ Թող գային ասեին, որ այդքան խելացի էին, թող այն ժամանակ գային կանգնեին հանրապետականի կողքը, ասեին, որ ասում եք 55 հոգին ընդդեմ 3 միլիոնի, այն 3 միլիոնը սխալ է, այս 55-ն են ճիշտ։ Հիմա ո՞ւմ է պետք 7 տարի հետո եկել են իրանց բան են անում, հետին թվով խելոք են բան անում։ Հիմա պետք չի էլ արդեն։ Հիմա ամբողջ աշխարհը գիտի, որ այդ 3 միլիոնը սխալ էր անում։ Հիմա այդ 3 միլիոնի մեջ որոշ շրջանակներ եկել են ասում են, բա գիտեք ինչ, մենք սխալ չենք եղել։ Չէ, տենց չի։ Իրականությունը, պատմությունը դրանից չի փոխվում, հա, փաստերը դրանից չեն փոխվում։ Այն ժամանակ մենք ասում էինք, մենք ենք ճիշտը, չի կարելի, եթե խնդիրը միայն իշխանությունն է, դա ուրիշ բան է, բայց սա միայն իշխանության հանձնելու խնդիր չի, սա պետության եւ Արցախի դեմ շարժում էր։ Հայաստանի Հանրապետության ապագայի դեմ շարժում էր։ Մարդիկ այդ կարևոր խնդիրները թողեցին մի կողմ եւ ամեն մեկը իր մերկանցիլ շահով, մեկն ասում է, դե չէ, բանը, ես կոռուպցիայի դեմ եմ պայքարում, իբրև թե մյուսն ասում է, ես Սերժ Սարգսյանի դեմ եմ պայքարում, մյուսն ասում է, դե Սերժ Սարգսյանը ասել է, չեմ գնալու 3-րդ ժամկետին չի գնում, մյուսն ասում է, ես սահմանադրությունը դուրս չի գալիս, մյուսն ասում է, ես նախարարը դուրս չի գալիս, մյուսն ասում է, գյուղապետը դուրս չի գալիս, այն մեկ էս, չգիտեմ, շենքի լիազորը դուրս չի գալիս, ու սենց դարավ մենք ինքներս պայքարեցինք մեր շահերի դեմ հավաքական իմաստով։ Հիմա բոլորը հասկացել են, որ սխալվել են, եկել է սխալներն ընդունելու ժամանակը։ Չեն ուզում ընդունել մարդիկ սխալները։ Մարդկային տեսանկյունից դա հասկանալի է, քաղաքական տեսանկյունից անհասկանալի է։ Որովհետև բոլոր դերակատարները կենդանի են, պատմությունը եւ հիշողությունները այդքան հին չեն, որ բան լինի, հնարավոր լինի աղճատել եւ ցավոք հանրապետականը ճիշտ դուրս եկավ։ 7 տարի մենք ընդդիմության մեջ էլ անդադ ասում ենք էս։ Հա, բայց պարոն Զաքարյան, ես հիշում եմ բոլորիդ ելույթները, նաեւ ասում եք սա Արցախի մասին է, սա Հայաստանի մասին է։ Մենք չենք ուրախանում եւ մեր քաղաքական կապիտալը ինչի որ մարդկանց աչքը մտցնենք, ասենք այդ տեսար մենք ճիշտ դուրս եկանք, չէ։ Մենք ասում ենք հետեւություն արեք։ Հետեւություն արեք եւ այնքան գոնե բան ունեցեք ձեր մեջ համարձակություն, խիզախություն, որտեղ յուրաքանչյուրը իր սխալը պետքա գիտակցի։ Մենք սխալ չենք արել, որ ժողովրդի պահանջով Սերժ Սարգսյանը սխալ չի արել, որ ժողովրդի պահանջով ման արել, հա։ Հրաժարականը տվել։ Եկեք հենց հերո չգնանք, ընթերցեմ հենց իր հրաժարականի տեքստից։ Վերջին հատված։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանից ոչ մեկին ես չեմ գնա։ Արդեն ասում ես, կարամ կրակեմ, կարամ ճնշեմ, կարամ, չգիտեմ, բան անեմ, բայց դրանից ոչ մեկին չեմ գնա։ Ինչի չի գնա։ Որովհետև հաշվարկած էր եւ ակնհայտ էր, որ այս շարժումը ունի շատ խորքային նպատակ եւ այդ իշխանության բռնի ուժի կիրառումը գործողությունները ել ավելի խորացնելու եւ ել ավելի վատ վիճակի մեջ դնելու Հայաստանի բանակցային դիրքերն Արցախի հարցում, ներքաղաքական կայունությունը, ներհանրային հասարակական համերաշխությունը, Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման հնարավորությունները եւ մի կողմում իշխանություն պահելու հարցներ, մյուս կողմում ամբողջ երկրի ապագա զարգացման խնդիրներն։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։
դուք եք պահանջել բոլորը սա բոլորին էր վերաբերում միայն Նիկոլին եւ նրա այսպես ասած բոլորը չէին պահանջում բոլորը չէին պահանջում բոլորը չէին պահանջում ովքեր չէին պահանջում շատ մարդիկ չէին պահանջում շատ մարդիկ չէին մասնակցում այդ ամեն ինչին պարոն Զաքարյան այստեղ պետք է ճիշտ բանանք այսինքն եկեք քաղաքական մարդկանց դային քաղաքական ինչ ես ժողովուրդ նկատում եմ որովհետեւ այն ինչ որ հանրապետության հրապարակում էր դա ամբողջ ազգը չէ ամբողջ ազգը չէ բայց այդ շատ մարդիկ հիմա չեն էլ ասում ինչի տվեցիր այն մարդիկ ովքեր են ժամանակ ուրախ էին որ հրաժարական է տալիս հիմա ասում են ինչի տվեցիր Խոսքը հենց ամբողջ բանի մասին է, գիտեք, եթե ասենք այդ մարդիկ երևի բացառությամբ Աղավան Վարդանյանի քաղաքական կեցվածք ցուցաբերեին եւ ասեին, որ սա սխալ ճանապարհ է կամ այլ լուծումներ առաջարկեին այդ իրավիճակից դուրս գալու։ Ոնց եմ ասում, հանրապետականը կարճած չի եղել իշխանության երբեք։ Հիմա էլ իշխանության կռիվ չի անում։ Բայց պետության շահն է ափսոս պետությունն է կարևոր ոչ մեկ ոչ անձը ոչ պաշտոնը ոչ կուսակցությունը կարևոր չի պետությունն է կարևոր եւ այդ կարևորությունների մեջ որևէ մեկը այն ժամանակ հանրապետականի կողքը չկանգնեց ու չասեց որ էսի չեք անում չի կարելի sense այս ձևով պետության ճակատագիր որոշել, փողոցում հավաքել մարդկանց, հասցնել էյֆորիայի, հասարակությանը վերածել ամբոխի ու ամբոխի միջոցով պարտադրել մի բան, որը ոչ մեկ չգիտի թե ուրա տանելու։ Որևէ մեկը գիտեր, օրինակ վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ ղեկավար ալնելու, քան ասենք Պողոս Պողոսյանը, որին պատրաստ էր ձայն տալ հանրապետականը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Մենք տվել ենք բոլոր հնարավորությունները, տվեք ցանկացած ուրիշ նաև տեխնացուներ եւ մենք կքվեարկենք դրա համար։ Մեր խմբակցությունը կքվեարկի այդ տեխնացուի օգտին։ Հիմա հետին թվով խելացի Երևալ ամենահեշտ բանն է։ Պատասխանատվությունը բոլորինն է։ Եվ միայն հանրապետական եւ Սերժ Սարգսյանի վրա բարթել ամբողջ պատասխանատվությունը դա անհնար է։ Դա մենք թույլ չենք տալու, որովհետև նորից եմ ասում, այս պատասխանատվության ամբողջ խնդիրը առաջին հերթին Նիկոլը իր խունտայով, իր կառավարություն կոչվածով, իսկ եթե մարդիկ շարունակում են, այսպես ասած, հանրապետականին փորձեն մեղավոր ճանաչեն, չարաչար սխալվում են։ Հանրապետական կուսակցությունը բոլոր այս անցուդարձերի մեջ իր ճշմարտացիությունից եւ իր ճանապարհից չի հեռացել։ Պարոն Զաքարյան, ես ուզում եմ այնուամենայնիվ մի բան հիշեցնել, հիմա ես որովհետեւ լսում եմ որոշ ընդդիմադիրների, ես էլ 18 թվականին սկրինշոթեր ես էլ եմ, չէ, պահել որոշների հայտարարություններ, կներեք։ Նույն Սեյրան Օհանյանը մայիսի 9-ին 2018 թվականի։ Ես ուզում եմ կարդալ ինչ է ասել։ Բոլոր զորավարներն էլ թերևս հիացմունքով կնայեն հանրապետության հրապարակում կուր շարքեր կազմած աշխարազորին, աշխարազորը մեծատառերով է գրել, որը քայլ առ քայլ բազմապատկում է մեր մայիսյան հաղթանակները, շնորհավոր բյուր տոներդ հայրենիք, եւ 18 թվականի մայիսի 9-ին դրված է Նիկոլ Փաշինյանի դմդմփույով հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց լուսանկարը։ Կներեք, էլի, ես ճիշտ հասկացեք, ու այսպես շատ բաներ հիշում ենք։ Ես ուզում եմ հասկանալ ավելի ճիշտ։ Այն ժամանակ հասկանալի էր ինձ համար, որովհետև անընդհատ մամուլում եմ, հետևում եմ հայտարարություններին, հետևում եմ աշխարհաքաղաքական process-ներին, ինձ համար, իմ լրատվամիջոցի համար հասկանալի էր ինչ է կատարվում, որ խնդիրը Սերժ Սարգսյանը չի, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի։ Խորհուրդ եմ տալիս օրինակ Ջեֆրի Սաքսի Եվրախորհրդարանում ելույթը լսել եւ հասկանալ ինչպես է նա Արևմուտքին, Մեծ Բրիտանիային եւ եվրոպական տարբեր երկրներին, որոնք ունեն իրենց քաղաքականությունը եւ Ամերիկայի կատարածություններն են, պատմում թե ինչպես են նրանք քանի երկրներում են հեղաշրջումներ արել, այդ թվում Վրաստանում, հա, տարածաշրջանում եւ այլն։ Թող լսեն,
Թող լսեն, սատեսնեն, հասկանալի էր, հա, որ խոսում էին։ Ու հիմա էլ պահանջում են, ասում են, թող կրակեր, թող հա մի 100 հոգի զոհվեր, թող էս աներեն։ Հիմա ինչի համար է այս process-ը։ Այս ընդդիմության մեջ այս process-ը ինձ համար տարօրինակ է, կներեք, բայց պատահական չեմ համարում ազգային ժողովում Հայաստան Դաշինքի այդ քվեարկությունը եվրոինտեգրման։ Ինձ համար շատ տարօրինակ էր, բայց հիմա այլ հայացքով եմ նայում։ Եվ տարբեր process-ներ, ինչի համար է սա։ Ամենայն հարգանքով ընդդիմադիր բոլոր գործիչների նկատմամբ, ես անկեղծորեն իրոք բոլորի նկատմամբ շատ մեծ հարգանք եւ ակնածանք ունեմ, որովհետեւ եւ հավատում եմ իրանց այն հայտարարությունների, որ իրանք այսօր ունեն մեկ խնդիր, այս իշխանությունների հեռացում։ Առանց դրա հնարավոր չի լինելու հաջորդ խնդիրներին անդրադառնալ։ Հավատալով բոլոր այդ պայքարի այս վերջին տարիներին յուրաքանչյուրի պայքարի, յուրաքանչյուրի խոսքի, յուրաքանչյուրի մտահոգության անկեղծությանը, ես ուղղակի ուզում եմ հույս հայտնել, որ սա ինչ որ այսպես պատկերացումների, սեփական դիրքորոշումների, հայացքների ճշգրտման ինչ որ մի փուլ էր, որը շատ կարճ կտևի եւ արագ յուրաքանչյուրը ինքն իր հետ որոշակի երկխոսություն կունենա, յուրաքանչյուրն ինքն իր հետ։ Արդյոք էսա ճիշտ ճանապարհը։ Սա չի ճիշտ ճանապարհը։ Սա չի ճիշտ։ Սրանով մենք ժողովրդին ոչինչ ցույց չենք տալիս։ Մի այսպես ասած բզբզեք հանրապետականի փեթակը։ Դրանից հայ ժողովուրդը չի շահելու։ Ընդհակառակը փորձեք համագործակցային միջավայրում բոլոր քաղաքական ուժերին ավերաբերում, բոլոր ընդդիմադիրներին, բոլոր անխտիր, նոր ստեղծված, հին ստեղծված, կշեռքի մյուս նժարին դրված է Հայաստանի Հանրապետության լինելիության, նրա ապագայի, նրա կարողությունների, նրա հեղինակության, հայ ժողովրդի միասնականության, ինքնության խնդիրները, որոնք կենսական խնդիրներ են, անբեկանելի խնդիրներ են։ Եւ յուրաքանչյուրս այդ ապագայի համար կրում ենք պատասխանատվություն։ Դեք մեր ժողովուրդը շատ ավելի արագ է ճիշտ ճանապարհի որոնման գործընթացը սկսել, քան մի շարք քաղաքական ուժեր։ Այլևս հիմա այդ ժամանակը չի, կամ հիմա չի այդ ժամանակը, որ պետքա այսպես փոխադարձ մեղադրանքների խնդիր դնել։ Եվ եթե հարցերը բարձրացվել են տարբեր շրջանակներից, այդ բարձրացված հարցերին պետքա ոչ թե սվիներով մոտենալ, այլ այդ հարցերը բարձրացվել են զուտ մտածելու եւ հետեւություններ անելու համար, ընդհանուր հայտարարի գալու համար, իմի բերելու համար բոլոր արկա հնարավորությունները։ Ի վերջո այդ արկա հնարավորությունները միայն այս իշխանություններին հեռացնելը չի, հետո էլ է հարց առաջանալու, այդ արկա հնարավորություններն արդյոք բավարար են երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։ Այն կադրային բազան, որ ունեն քաղաքական ուժերը, այն քաղաքական միտքը, հայացքները, ծրագրերը, պատկերացումները, որ ունեն քաղաքական ուժեր ընդդիմության մեջ։ Նոր ստեղծված, հին, միջնաժամկետում էական չի, բոլոր քաղաքական ուժերը։ Որտեվ պատմական այս փուլում ստացվել է այնպես, որ 1-2 քաղաքական ուժ կամ մի քանի անց չեն կարող ամբողջ պատասխանատվությունը վերցնել, այդ ժամանակները չի, գուցե 10 տարի հետո նորից վերադառնա կայուն զարգացման ժամանակահատվածը, բայց հիմա հավաքական կոլեկտիվ պատասխանատվության ժամանակն է։ Եվ այդ կոլեկտիվ պատասխանատվության ժամանակը չի կարելի վերածել կոլեկտիվ անպատասխանատվության։